Քանի դեռ տարածաշրջանային լարվածությունը որոշ ժամանակով չի ասի հանդարտվել է, բայց ընդհատվել է մինչև նոր պորտկումներ, ես համարում եմ անհրաժեշտ քննարկել այսօր ներքաղաքական և տնտեսական, միգուցե նաև շատ կարևոր մի հարց, որը առաջացավ վերջերս, երբ ներքին քաղաքական ճգնաժամ սկսվեց Սամվել Կարապետյանի հայտարարության և նրա հետագայում ազատազրկման որոշ ժամանակով հետ կապված, բայց ինձ այստեղ ավելի շատ հետաքրքրում մի գաղափար, որը այդ կապակցությամբ առաջարկեց կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա արտասանեց հեծի ազգայնացում, այդպիսի բառ, այդպիսի գաղափար։ Եվ այսպես, բանն է, որ Հայաստանի եվրոպական կուսակցությունը, որը ես ներկայացնում եմ, իր ծրագրային խնդիրների ցանկում դնում է այս պահին գաղութային և ոչ մի այլ կերպ դա բնորոշել հնարավոր չէ, ռուսիֆիկացված մեր տնտեսության խորը ազգայնացումը, հետագայում շատ ավելի արդյունավետ միջազգային վերահսկողության տակ և կառավարման տակ դնելով։ Եվ այս առումով մենք ունենք այս կառավարության գործունեության հետ կապված որոշակի փորձ։ Խոսքը գնում է Զանգեզուրի փոնձամոլիբդենային կոմբինատի սկզբի 12.5 չափաբաժնի պետականացման, հետո ևս 12.5, այսպիսով ռուս փաստորեն օլիգարխներից մոտ 25% հաջողվեց փոխանցել պետությանը, և այստեղ կարևոր է նշել ազգայնացում և պետականացում գաղափարների սկզբունքային տարբերությունը։ Բանն է, որ մենք հեռու ենք այն գաղափարից, որ տնտեսությունը, որը հիմա ոչ միայն տնտեսությունը, մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները խորապես մասնավոր են և փաստորեն թեև ազատ շուկա չի գործում Հայաստանում, քանի որ ապահովված չէ դրա համար ամենակարևորը դատաերևական համակարգի անկախությունը։ Այնուամենայնիվ մենք ամեն քայլափոխին տեսնում ենք, որ և արդյունաբերության, և սննդի, և ծառայությունների, և այլ օբյեկտները, ինչպես նաև գրեթե ամբողջ անշարժ գույքը մասնավորեցված է, սեփականաշնորհված է։ Սեփականաշնորհված է նաև մեր տնտեսության ողնաշարը, էներգետիկան, և այստեղ խոսքը չի գնում մասնավոր սեփական ընկերների մասին, խոսքն այստեղ այն մարդկանց մասին է, ովքեր իրականում ներկայացնում են Ռուսաստանը։ Ռուսաստանը ոչ միշտ և ոչ բոլոր դեպքերում հանդես է գալիս որպես պետական սեփականատեր Հայաստանում։ Դա պահպանվում է օրինակ երկաթուղիների խայտառակ կոնցեսիոն պայմանագրում, խայտառակ, որովհետև դեռ տարիներ առաջ ակնհայտ էին այն խայտառակ չարաշահումները, գողությունը և կոռուպցիան, որոնք տիրում են այնտեղ, գործը հասել էր դատարան, դատախազությանը, շուրջ 300 միլիոն դոլարի գողության չարաշահումների մասին գործեր էր կազմված, մոտ 100 միլիոն արդեն հասել էին դատարան, հայտնի է, որ ամենաբարձր մակարդակով Պուտինի և Լավրովի միջամտությամբ այդ գործը կարճվեց, և դա կատարվել էր հենց Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ինչպես նշեցի, որոշ բացառություններ կային Զանգեզուրի փոնձամոլիբդենային կոմբինատի չափաբաժինը մասամբ փոխանցվեց պետությանը։ Ինչու՞մն է տարբերությունը պետական և ազգայինի։ Ես քավլիցի չեմ փորձում այստեղ տնտեսության մասնագետ ձևանալ, բայց դա պարզ է։ Ոչ ոք չի պատրաստվում փոխանցել
կառավարումը պետությանը, որովհետև պետությունները Հյուսիսային Կորեայից, ավելի ճիշտ ասենք այսպես, Սովետական միությունից սկսած եւ Հյուսիսային Կորեայով ավարտած, ապացուցել են, որ արդյունավետ չեն կարող կառավարել, վերահսկել եւ զարգացնել տնտեսությունը։ Այս առումով մասնավոր սեփականատերերը կամ լուրջ գործակալությունները, կորպորացիաները միջազգային հեղինակությամբ եւ հնարավորություններով այդ ամբողջ գործակազմով շատ ավելի գերադասելի են։ Ինչպես գործեց Ռուսաստանը։ Ռուսաստանը դիտում է Հայաստանը որպես սեփական գաղութ եւ դրա ապացույցն այն, որ օրինակ էներգետիկայի ոլորտում Գազպրոմը փաստորեն մենաշնոր առաջարկեց Հայաստանի կառավարություններին, դա մեկ քայլով չէր արված, դա սկսվել էր դեռ Ռոբերտ Քոչարյանի օրոք, շարունակվեց Սերժ Սարգսյանի եւ պահպանվում է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ինչ կատարվեց, փաստորեն Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի թեթև ձեռքով հրաժարվեց դառնալ Իրանի համար, Իրանի նավթի ու գազի տարանցիկ երկիր, հատկապես գազի, եւ կատարվեց հայտնի նույնքան խայտառակ գործարքը, երբ Հայաստանը կամավոր համաձայնվեց Ռուսաստանի վերջնագրին, որ Իրանից եկող գազի խողովակը չպետք է տարանցիկ դառնա, ինչի համար անհրաժեշտ է համապատասխան ճնշում եւ համապատասխան տրամագիծ 1400 մմ, 1 մետր 4 գրեթե 1.5 մետր տրամագիծը կրկնակի նվազեց, ինչը դարձնում է գազի եւ ճնշումը եւ փոխանցումը, ասենք, Վրաստանով եւ Սևծովով այլ երկրներ Եվրոպա, ինչ կդարձներ Հայաստանը տարանցիկ եւ գրեթե անկախ էներգետիկ առումով, ինչը դարձեց դա անհնար։ Մենք այսպես նվիրեցինք, բաժանեցինք, կոպեկներով վաճառեցինք ալյումինի գործարանը, մեր երկաթուղու մասին արդեն ասել եմ, մեր կոմունիկացիաները, մեր ինտերնետային, համացանցային, էլեկտրական ցանցերը, բաշխիչ ցանցերը հիմնականում։ Խոսքը հանքերի մասին դեռ չի դրվել։ Հանքերը, բանկերը, որոնց հիմնադիր կապիտալը նույնպես հաճախ պատկանում է Ռուսաստանում ձևակերպված որպես հարկային ռեզիդենտ մարդկանց, եւ այդ ամենը նշանակում է, որ եւ էներգետիկան, եւ տնտեսությունը, եւ հանքերը, եւ ֆինանսա-բանկային համակարգը, եւ հետեւաբար քաղաքական ազդեցությունը, տեղեկատվական մամուլի հեռուստատեսության զգալի մասը վերահսկվում են Ռուսաստանի կողմից։ Հայաստանը ռուսական գաղութ է։ Այդ իրողությունը, որը սկսվեց ձևավորվել ցավոք սրտի ամենջապես գրեթե Արցախյան մեր հաղթանակից հետո, Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, դա չի փոխվել առ այսօր։ Եվ ահա ինչու մեզ այդքան հետաքրքրեց հենց ազգայնացման խոստումը, մենք վստահ չենք, որ դա կկատարվի, որովհետև ցավոք սրտի շատ եւ շատ բարի նպատակները հայտարարված լինելով երբեք իրենց տրամաբանական արդյունքի չէին հասցվել, ամենավառ եւ ցավալի օրինակն է վեթինգի, այսինքն դատավորների լյուստրացիայի յուրահատուկ գործընթացը, այդպես որ մենք չստացանք ամենակարևորը, դատաիրավական համակարգի բարեփոխումը։ Նույնը վերաբերվում է եւ բանակին մեծ հաշվով, որտեղ բարեփոխումները գնում են, բայց շատ դանդաղ, նույնը վերաբերում է ոստիկանությանը, դատախազներին, քննիչներին, այդ ամբողջ համակարգին, բայց այսօր մենք կենտրոնանում ենք տնտեսության վրա եւ ես այստեղ ընդհանրապես մեկ օրինակով ուզում եմ ցույց տալ ինչպիսին են մեր նպատակները եւ ծրագրերը Հայաստանի եվրոպական կուսակցության, հենց մենք ստանանք իշխանության լծակները։
Մենք ուսումնասիրել ենք մի քանի երկրների փորձերը, հետխորհրդային երկրների, ինչպես են իրենք վարվում նման վիճակում, որտեղ Հայաստանը միակ գաղութը չէր ռուսական։ Նույն վիճակում պայքարեցին եւ հաղթեցին այդպիսի երկրներ, ինչպիսին են Ուկրաինան, Լիտվան, Մոլդովան, Լեհաստանը։ Հիմնականում նրանց վեճերը, որոնք հասել են Ստոկհոլմի կամ այլ միջազգային արբիտրաժներ եւ բոլոր դեպքերում նրանք դուրս են եկել այդ վեճից հաղթանակով եւ բազմամիլիարդանոց տուգանքներ էին դրվել Ռուսաստանի վրա, որոնք փոխանցվել են այդ երկրներին։ Դրանք վերաբերվում են Գազպրոմին։ Մենք նույնպես ունենք մեծ հարցեր Գազպրոմին, որը մենաշնոր գին է պահպանում, որը կրկնակի բարձր է այդ ձևական 150-160 դոլարից, քանի որ Գազպրոմը Հայաստանում ստեղծել է 100%-անոց իր դուստր ձեռնարկություն Գազպրոմ Արմենիա, որը կրկնապատկում է գները, երբ գազը հատում է հայկական սահմանը։ Եվ ամենակարևորը, մենք հասկանում ենք, որ երբ գազը եւ հոսանքը եւ հանքերը եւ մնացած գործիքները, որ վերահսկում են Ռուսաստանի կողմից ցանկացած պահին, կարող են դառնալ եւ դառնում են քաղաքական ճնշման միջոց։ Ահա ինչու պետությունը այդքան սուր արձագանքեց այս ակնարկներին, որ մենք մեր ձևով կփորձենք լուծել այդ հարցը, ապացուցված չէ, որ խոսքը հենց քաղաքական սպառնալիքի մասին է, բայց մենք 90-ականների ցուրտ ու մոտ տարիները տեսած անցած սերունդ ենք եւ մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչին է ունակ Ռուսաստանը։ Եվ այս կապակցությամբ վերեմ Ուկրաինայի մեկ օրինակը, որը իմ կարծիքով անչափ հետաքրքիր եւ կիրառելի է Հայաստանում։ Եվ ուրեմն այսպես 2000-ականների սկզբին 2-3 թվականին Եվրոպայի խոշորագույն մետալուրգիկ կոմբինատը Կրիվարոշ-Ստալ, որը գտնվում է Ուկրաինայում, որոշվեց սեփականաշնորհել եւ վաճառել։ Գնորդը ճուշացավ, դա Պոտանին ազգանունով ռուս օլիգարխ էր, որը որոշ մանիպուլյացիաների արդյունքում գնաց Կրիվարոշ-Ստալը Ուկրաինայից $700 միլիոն։ Կարծես թե բավական մեծ գումար է, սակայն Կրիվարոշ-Ստալը կրկնում է խոշորագույն եվրոպական մետալուրգիկ կոմբինատ էր։ Եվ առաջին իսկ հաշվարկները ցույց տվեցին, որ այս գումարը թեև իր տպավորիչ զրոների բավական ծիծաղելի է իրական արժեքի համեմատ։ 2003 թվականին ես կարող եմ 1-2 տարի սխալվել, բայց այստեղ պատմական հարց չէ, այստեղ տնտեսական աստառն է կարևոր։ Ուկրաինայի վարչապետ դառնում է Յուլիա Տիմոշենկոն, եւ այդ կինը անմիջապես պատվիրում է միջազգային աուդիտ, ստուգում, գույքագրում, վճարվում է դրա համար ստանդարտ գին 40-ից 70 հազար, եւ միջազգային աուդիտորական ընկերությունը գնահատում է Կրիվարոշ-Ստալի իրական արժեքը, ես մի փոքր անց կասեմ այդ արժեքը, եւ Յուլիա Տիմոշենկոն արդեն որպես Ուկրաինայի վարչապետ ընդունում է խիզախ որոշում։ Հաջորդ տարվա մեջ նա դնում է $700 միլիոն դեֆիցիտ որպես կորուստ ուկրաինական բյուջեում եւ մի անգամից սկսում է քրեական գործեր մի քանի ուկրաինացիների եւ ուկրաինական ֆիրմաների, ինչպես նաեւ պաշտոնյաների, կադաստրի, ռեգիստրի նախարարների, փոխնախարարների դեմ, ովքեր մասնակցում էին այդ գործարքին եւ շատ արագ դատախազությունը ապացուցում է, որ գործարքը կատարված էր խայտառակ չարաշահումներով, աջորդը տենդերները խախտված էր ինչպես հնարավոր է, կաշառքներ էին բաժանված եւ այլն։ Հաջորդ տարի Միխայել կարծեմ Պոտանին, եթե չեմ սխալվում նրա անունը, Պոտանինին առաջարկվել էին ուրեմն այսպիսի պայմաններ. դուք վերցնում եք $700 միլիոն եւ հեռանում եք Ուկրաինայից, հրաժարվելով Կրիվարոշ-Ստալից։ Եթե ոչ, ապա ձեր դեմ սկսվում է քրեական շատ լուրջ գործողություն Ուկրաինան ընդդեմ Պոտանինի։ Պոտանինը
ինքնուրույն իհարկե չէր գործում։ Նա ինչպես բոլոր ռուս օլիգարխները, ռուս հրեա հայ ազգությամբ դա նշանակություն չունի, նրանք ռուս օլիգարխներ են եւ նրանք վերահսկվում են FSB եւ Կրեմլի կողմից։ Ինչ-ինչ պատճառներով 2003 թվականին Պուտինը որոշեց չգնալ առճակատման եւ Պոտանինը համաձայնվեց այդ պայմանի, որը դրել էր Տիմոշենկոն։ Անմիջապես հայտարարվեց արդեն 2003-4 թվականին միջազգային աճուրդ, որի ընթացքում հաղթող ճանաչվեց հնդկական շատ խոշոր մետալուրգիկ ընկերություն եւ գիտեք ինչ գին վճարեց հնդկական այդ ընկերությունը գրիվարաշ տալի $7 միլիարդ, 700 միլիոն դոլարանոց գործարքը իրականում արժեր 7 միլիարդ։ Տիմոշենկոն վերադարձրեց բյուջե, ազգային բյուջե 6 միլիարդ 250 միլիոնը, որտեղ այնտեղ բավական մեծ ծախսեր կային, արբիտրաժային ամեն ինչ թափանցիկ էր, Գրիգորի դարձավ ուկրաինական, այն ոչ թե պետականացվեց, այն ազգայնացվեց եւ կառավարությունը որոշեց շատ ավելի էֆեկտիվ եւ արդյունավետ գործարք կնքել միջազգային աճուրդի միջոցով։ Սա հենց այն մեխանիզմն է, որը Հայաստանի եվրոպական կուսակցությունը առաջարկում է կիրառել բազմաթիվ այն ռեսուրսներում, ոլորտներում, գործարաններում եւ հանքերում, ինչպես նաեւ տնտեսության ամբողջ ոլորտներում, որոնք հիմա պատկանում են ռուսներին, որոնք պետք է դերուսիֆիկացվեն, ապագաղութացվեն, խոսքը գնում է եւ երկաթուղու մասին, եւ էներգետիկայի մասին, եւ տնտեսության տարբեր ոլորտների, եւ հանքերի մասին, իսկ երբ որ առողջացվի 1-2 խոշոր նման օրինակների շնորհիվ այդ ոլորտը, երբ որ օլիգարխները կհասկանան, որ իրենք այլևս օլիգարխ չեն կարող լինել, այսինքն չեն կարող իրենց փողերով ազդել պետության քաղաքականության վրա, մենք դրան անպայման կհասնենք, նրանք կմտնեն հարկային դաշտ, շատերը մի քանի զրո կկորցնեն իրենց բանկային հաշիվներում կամ կհեռացվեն երկրից, միգուցե նաև կմնան երկրում, բայց բոլորովին այլ պայմաններում եւ ոչ թե դղյակներում, այլ շատ հնարավոր է բանտային խցերում։ Սա այն է, ինչ մենք պատրաստվում ենք անել եւ այն է, ինչ պետք է անի կառավարությունը, եթե լուրջ է մոտենում ազգայնացման գաղափարին, որը միգուցե անզգուշորեն, իսկ միգուցե նաև մտածված առաջարկել է մեր երկրին։ Դա խիստ անհրաժեշտ է, մենք աջակցելու ենք կառավարությունը, եթե դա սկսվի, մենք մեզ վրա կվերցնենք դրա իրականացման գործընթացը եւ պատասխանատվությունը, եթե կառավարությունը, այս կառավարությունը տապալի նաև այս գաղափարը։